Բարև ձեզ։ Մենք ուղիղ միացմամբ մեդիա կենտրոնում ենք եւ այսօր պատրաստվում ենք իրավական քննարկում անցկացնել այստեղ, որը կվերաբերվի հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում շատ օրենքներ են ընդունվում եւ հին օրենքները սկսվում են վերափոխվել եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները մշակում են իրենց առաջարկությունների փաթեթը, որը այսօր կներկայացվի, ինչպես նաեւ մենք նախարարությունից ունենք ներկայացուցիչ եւ կունենանք առողջ բանավեճ։ Այսօր մեր հյուրերն են Արազա բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Թամարա Աբրահամյանը, Հանրային ցանցի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնախմբի պատասխանատու Արեգ Զավգուլյանը եւ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության հարցերի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տվյալ վարչության պետը։ Սկսենք պարոն Զավգուլյանից, ով կներկայացնի, թե քաղաքացիական հասարակությունը որքանով է ներգրավված եղել այս օրենքի նախագծի ընդունման հարցերում եւ արդյոք քաղաքացիական հասարակությունը կարողացել է ինչ-որ ձև ներազդել բովանդակության վրա։ Շնորհակալություն։ Նախ նշեմ, որ 2012 թվականի նոյեմբերից սկսած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այդ քննարկմանը ներկային նաեւ հանրային ցանցի անդամ կազմակերպությունները եւ դրանից հետո հանրային ցանցում տեղի ունեցավ քննարկում նիստ, որի ընթացքում անդամ կազմակերպությունները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները օրենքի հետ կապված։ Դրանից հետո մենք պատրաստեցինք համապատասխան փաթեթը, ուղարկեցինք կրթության գիտության նախարարություն, ազգային ժողով, ազգային ժողովից մեզ բանավոր արձագանք եղավ, որ եթե մեր դիտարկումներն ու առաջարկությունները չընդունվեն կրթության եւ գիտության նախարարության կողմից, ապա դրան հետագայում քննարկման նյութը կհանդիսանա ազգային ժողովում։ Դիտարկումների հետ կապված ընդհանուր կազմակերպությունները մտահոգություն ունեն, օրենքը ընդհանուր առմամբ դրական է, լավ է, սակայն կար կարծիք, որ ֆինանսական իմաստով այն որոշակիորեն խոցելի է եւ օրենքը շատ լավն է, բայց չկան են համապատասխան պայմանները, այսինքն մի խոսքով իրականությունը այլ է եւ օրենքը դեռ ունի լուրջ թրծման ճանապարհ անցնելու, որպեսզի կարողանա նաեւ մեր եղած պայմաններին համապատասխանել։ Եթե ավելի մանրամասն երևի անդրադառնալ Թամարա Աբրահամյան, կոնկրետ ինչ թերություններ կան օրենքում, երևի ներառական կրթության մասը ամենախոցելի հատվածներից մեկն է, ինչպես ես եմ հասկանում։ Ոչ թե ներառական կրթությունը ամենախոցելի հատվածն է, այլ տեսականորեն օրենքի փոփոխությունները հիմնականում ուղղորդված են եղել ներառական կրթությունը հանրակրթական ամբողջ համակարգին տարածելուն եւ հետեւաբար այդ պարագային կառավարման եւ կրթության կազմակերպման նոր տեխնոլոգիաներ, մեթոդներ, մեխանիզմներ պետք է ամրագրվեին, որը փաստորեն եւ արվել է օրենքի նախագծում։ Հաջորդ ուղղությունը դա եղել է դպրոցների ուրեմն ծնողական կոմիտեների կառավարման խնդիրները եւ տնօրենների նշանակման ընթացակարգին վերաբերվող, այսինքն մեծ ծավալուն փոփոխությունները հիմնականում ներառականին է ուղղված եղել եւ պիտի ասեմ, որ այստեղ մենք հետեւյալ խնդիր ունենք։ Նախ ընդհանուր քաղաքասարակությունն է ներառական կրթությունը ողջ հանրակրթական համակարգում ներդնելու առումով երկփեղկված ուրեմն տեսակետներ ունեն, հա, նույն քաղաքացիական հասարակության մի ստվար զանգված հենց տարիներ շարունակ լոբի է իրականացրել կրթության նախարարության հետ, որպեսզի հանգեն այդ փոփոխությունների, մի այլ հատված գտնում է, որ ներառական կրթությունը պետք է ողջ կրթական այլ նաև պետք է լինի այլ ֆրանսային ուսումը, մասնագիտական ուսումնական հաստատությունների անկախության կարիք են տեսնում։ Եվ այս պարագայում պիտի ասեմ, որ այդ հասարակության այդ հատվածը, որ ունի
երկխղճված զգացողություն, դրանք եւ ուսուցչական կոլեկտիվն է, եւ երեխաների ծնողներն են, ընդ որում թե ուսուցման հատուկ կարիք ունեցող երեխաներին է, թե նրանց հետ սովորող մյուս երեխաներին է։ Ընդ որում հենց դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, երբ որ մենք կազմակերպել էինք կարծեմ թե Անի պլազայում քննարկում էին կազմակերպել եւ դպրոցների տնօրեններ էին մասնակցում, մի շարք դպրոցների տնօրենների ուսուցիչներ եւ մասնագիտացված եւ ղեկավար անձնակազմից գտնում են, որ հանրակրթությունը դպրոց մտցնելու պարագայում կրթության որակի խնդիրներ են առաջանում եւ ներառական կրթության եւ դա պայմանավորված է նրանով, որով գտնում են, որ երեխաների առողջական գնահատման պարագայում պետք է առաջնորդվել թույլ, միջին եւ բարդ ուրեմն կարգավիճակից ելնելով, ինչը այսօր բավարար մակարդակով չի արվում եւ չափորոշիչները բավարար չեն։ Եվ թե երեխաների ծնողները եւ թե նրա ուսուցմամբ զբաղվող մասնագետները, սուրդոլոգներ, մանկական հոգեբաններ, բոլորը գտնում են, որ դա շատ կարևոր նախապայման է եւ դրա վրա հիմնված պետք է ստեղծվեն դպրոցում համապատասխան միջավայր, համապատասխան դասագրքեր, որը այսօր ցավոք սրտի չկա, թեպետ գործող օրենքի շրջանակներում են, մենք արդեն ունենք ներառական դպրոցներ, բավական մեծ քանակով եւ նրանք աճում են, այդուամենայնիվ հենց այդ նույն դպրոցների ուսուցիչները եւ տնօրենները գտնում են, որ քանի դեռ օրենքը հստակ չի սահմանել, որն է համապատասխան միջավայրը, ստեղծել այդ միջավայրը բարդ է, գնահատել այդ միջավայրի համար անհրաժեշտ ծախսերը բարդ է, դրա մասնագետները պատրաստելը բարդ է եւ այդ բոլորը դեռ օրենքում փոփոխությունների մեջ էլ բաց են եւ երբ որ մենք գրավոր դիտողությունները ներկայացրել էինք նախարարություն, պաշտոնական պատասխան ենք ստացել նախարարությունից, որ դրանք առանձին կանոնակարգերով պետք է մշակվեն եւ այդ կանոնակարգերը մշակելիս անպայման հաշվի կառնվեն այդ չափորոշիչները։ Շնորհակալություն, ավելի մանրամասն կանդրադառնանք, կարծում եմ խոսենք ուսանախարարության ներկայացուցիչը չհամաձայնվելու կամ համաձայնվելու իր տեսակետը կարող է արտահայտել։ Ուրեմն նախ ասեմ, որ ողջունում եմ մեր այս հանդիպումը եւ երբ մենք առաջին անգամ կենտրոնային ստացանք այդ առաջարկությունները, մենք շատ լավ ընդունեցինք, որովհետեւ նախարարությունը շատ սեր կապերի մեջ է հասարակական կազմակերպությունների հետ, երևի բոլորի ստեղծված է մոնիտորինգային խումբ, որտեղ ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, որոնք հենց մոնիտորինգային աշխատանք են կատարում հատուկ դպրոցներում։ Արդեն 1 տարուց ավել է աշխատում է այդ խումբը եւ մենք պատրաստ ենք հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու քաղաքացիական հասարակության ակտիվացմանն ենք գնում եւ ողջունում ենք այս նախաձեռնությունը։ Ես ուզում եմ ասել, որ ներառական կրթություն հասկացությունը եւ ներառական կրթության այդ կազմակերպող գործընթացը սկսել էինք նույնիսկ հանրակրթության օրենքից 2009 թվականին հանրակրթության օրենք ունեցանք, բայց 2005 թվականին ունեինք օրենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասին օրենք, որտեղ առաջին անգամ ներառեցինք ներառական ներառում հասկացությունը եւ սկսվեց աշխատանքը արդեն դպրոցներում ներառական կրթության կազմակերպման, այսինքն ինքը արդեն բավականին փորձ ունի եւ առաջ ենք գնում եւ կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որը մենք որդեգրել ենք ունենալ դպրոցներ, որտեղ ունենալ ազատ մուտք երեխաների համար բոլոր հանրակրթական դպրոցներում, ներառել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին իրենց ծնողների ցանկությամբ բոլոր հանրակրթական դպրոցներում։ Այսօր այդ քաղաքականությունն է որդեգրվում եւ իհարկե ներառական դպրոցներում սկսվում են աշխատանքները։ Արդեն ներառական դպրոցների թիվը շուրջ 90-ն է, շուտով կլինի նորից նոր հրաման, որտեղ կավելանան 20 դպրոցներ եւս եւ այն թիվը, որ մենք 150 ունենալու այսպես գաղափարը
2 տարիների ընթացքում կունենանք 150 եւ ավելի ներառական դպրոցներ, բայց այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ հանրակրթական բոլոր դպրոցների դռներն են բացվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Այն ինչ վերաբերում է օրենքի փոփոխությանը, այո, օրենքը փոփոխության է բերում եւ նա բերում է նոր աշխատակարգեր, նոր կարգեր, որոնք կուղղորդեն, որպեսզի օրենքում նախատեսված դրույթները իրականացվեն։ Դրանք մանկավարժական կենտրոնների ստեղծումն են, որը նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում ունենալ նման կենտրոն, որոնք պետք է իրականացնեն երեխաների կրթությունը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ընդհանուր միջև հայտնաբերում է այդ երեխաներին, նրանց կրթության կազմակերպման աշխատանքները, նրանց գնահատման աշխատանքները պետք է կազմակերպվեն։ Ասեմ, որ ուղղակի կուզեի կոնկրետ հնչեց, թե ինչ կերպերով թերություն կարելի օրենքում կուզեի ձեր մեկնաբանությունը։ Ուրեմն ես թերություն այսօր չեմ տեսնում, պարզապես պետք է բացատրության կարիք կա, ըստ երևույթին նույն հասարակությանը, նույն ծնողներին պետք է բացատրել, թե ինչպես ենք իրականացնելու այն, ինչ որ գրված է օրենքում։ Այդտեղ ֆինանսական խնդիրներ չենք ունենալու, որովհետև այն գնահատման կենտրոնները, որոնք բացվելու են, դրանք բացվելու են արդեն հատուկ դպրոցների բազայի վրա, այսինքն մենք այդ գումարը ունենք հատուկ դպրոցների գումար, ունենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գումարը, որոնք օգտագործելու ենք այս աշխատանքների համար։ Եվ ասեմ, որ պետք է, այո, չափորոշիչներն են փոխվում, գործիքներն են փոխվում երեխաների գնահատման եւ ասեմ ավելի խստացվում են, որովհետեւ այսօր ունենք 23 հատուկ դպրոց, 23 հատուկ դպրոց չեն լինելու են շուրջ 5-6 դպրոցներ, այսինքն այն դպրոցները, որոնք իսկապես այդ կարիքը կարող են հոգալ, դրանք թույլ տեսնողների, թույլ լսողների եւ խորը մտավոր երեխաների դպրոցներն են լինելու, դրանք լինելու են ընդամենը 5-6-ը, շատ հետագայում անգամ գուցե եւ այդ դպրոցների երեխաներին ներառելու այսպես քաղաքականությամբ, բայց այսօր մենք ունենանք 23 դպրոցներից 5-6 դպրոցներ, այն երեխաները, որոնք թույլ մտավոր են, որոնք կարող են հանրակրթական դպրոցում սովորել, այդ երեխաները բոլորը ներառվելու են ներառական եւ հանրակրթական դպրոցներում, եւ այդ երեխաների գումարը այլ է, տարբերվում է սովորական աշակերտի գումարից, եւ ինքը իր գումարով փաստորեն կարողանում է ներառվել ներառական դպրոցում եւ ներառական դպրոցում այդ ֆինանսները, որոնք կարիք ունեն նոր հաստիկների, նոր հոգեբանի, մանկավարժի, հատուկ մանկավարժի, որոնք աշխատելու են այդ երեխաների հետ, նրանք այդ գումարը իրենց հետ, այսպես պարզ որ ասեմ, որ հասկանալի բերում են դպրոց։ Եվ այդ հաստիկները, որոնք ներառվում են ներառական դպրոցներում, ես ուզում եմ ասել նաեւ, որ այսպիսին է լինելու հայեցակարգը եւ այսպիսին է այսօր քաղաքականությունը, յուրաքանչյուրով ներառական կրթության իրավունք ստացած դպրոցների մանկավարժները վերապատրաստում են յուրաքանչյուր տարի, որոնց հեշտ լինի այս երեխաների հետ տարվող աշխատանքը։ Անչափ մեծ տարբերություն կա 2005 թվականի եւ 2012-ի մեջ։ Այո, մենք ունեինք դեպքեր, երբ ծնողները իրենց երեխաներին ուղղակի առողջ երեխաների մասին եմ ուզում։ Չեմ ուզում այսպես հիմա առողջ հիվանդ ասել, ուղղակի որպեսզի շնորհակալություն տիկին Չէ, կարևոր բան եմ ասում։ Երեխաներին վերցնում տանում էին անգամ դասարանից։ Այսօր չկա այդ վերաբերմունքը, այսօր փոխված է վերաբերմունքը։ Այսօր մենք ունենք հիմա դիմումներ բավականին շատ, որտեղ մանկավարժական կոլեկտիվները ցանկանում են եւ ցանկություն են հայտնում ներառական դպրոց լինելու եւ ներառական դպրոցի գործառույթ իրականացնելու ցանկություն են արտահայտում։ Այսինքն հասարակության վերաբերմունքը փոխվել է եւ պետք է փոխվի։ Մենք առաջ ենք գնալու, մենք նահանջելու տեղ չունենք։ Այո, մեր երեխաներն բոլորի համար հավասար է կրթությունը եւ կրթության օրենքն է դա ասում եւ հանրակրթության օրենքը եւ բոլոր երեխաները եւ բոլոր այն անձիկ, որոնք ունեն կարիք կրթության, նրանք պետք է հավասար պայմաններում լինեն։ Այսօր նաեւ դա միջազգային միջազգային չափանիշներից, իսկ թվում է տիկին Աբրահամյանը կարող է վերացնել եւ ասել համաձայն իրատեսական համարում եք կրթության գիտության նախարարության քաղաքականությունը միանգամայն ողջունելի է եւ
եվրոպական ընտանիքի անդամ դառնալու պարագային իսկապես դա շատ կարևորում ենք, սակայն այնուամենայնիվ ես պիտի ասեմ, որ օրենքը իսկապես այդուհանդերձ ունի թույլ տեղեր, որովհետև դուք խոսեցիք այն մասին, որ պետք է լինեն կարգեր, որոնք կսահմանեն, պետք է դպրոցները ապահովված լինեն համապատասխան մանկավարժներով, հա, սուրտոր մանկավարժներ, հոգեբաններ, արդեն ապահովված չեն, ես շատ ավելի տխուր տեղեկատվություն ունեմ։ Ապրիլ ամսին մենք Counterpart International կազմակերպության նախաձեռնությամբ հանրապետության բոլոր մարզերում իրականացրել ենք հանրային քննարկումներ եւ տխուր պատկերը նաև, որ այդ նույն դպրոցների մանկավարժներն ու տնօրեններն ասում են, որ բավարար միջավայրը չկա, ավելին չկան այն չափորոշիչները, որը սոցիալական աշխատողին եւ սոցիալական մանկավարժին տարբերակում է իրարից, որովհետեւ սոցիալական աշխատողի մասին օրենքում չի ամրագրված այդ հաստիկների գործառույթները, որոնք բավարար տարբեր են մեկ-մեկուց։ Օրենքում ամրագրված է, որ դպրոցները, որոնք ունենալու են նման երեխաներ, պետք է ակտիվ աշխատանք ծավալեն սոցիալական ծառայության հետ, նաև եւ կենտրոնների հետ, բայց այդ փոխկապակցված աշխատանքի կառավարման մեխանիզմը օրենքում չի համրագրված։ Ենթադրվում է, որ դրա համար այլ կարգեր պիտի լինեն, մինչդեռ օրենքում հղումները չկան, թե որ կարգով դա պետք է կարգավորվի, ինչպես դա պետք է հունի մեջ դրվի, իսկ դրանք խնդիրներ են։ Օրենքով նաև չի սահմանված եւ չի հղում տրված այն կարգին, թե ինչ կարգով պետք է սահմանվեն համապատասխան միջավայր հասկացողությունն ու դրա չափորոշիչները։ Սրանք գուցե եւ շատ թույլ բացեր են, բավականին թույլ բացեր են, նրանք ընդհանրապես լրացնելու պետք են, բայց այդ լրացումները անխուսափելի են եւ անհրաժեշտ, որպեսզի քաղաքացին հասկանա եւ ինչ վերաբերվում է նաեւ ձեր ասացին, որ հասարակությունը ընդհանրապես պիտի հասկանա, հասարակությունը միայն չպիտի հասկանա։ Տվյալ օրենքը, երբ որ ինքը հստակ չի սահմանում չափորոշիչները, հստակ չեն երևում փոխհարաբերությունների կառավարման կարգերը, հա, կենտրոնները ինչպես պիտի աշխատեն այն դպրոցների հետ, որտեղ կան առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, ինչպես պիտի աշխատեն իրանց հետ։ Տրված է խորհրդատվական ծառայություն, ինչ մեխանիզմով, դուք ասում եք, որ յուրաքանչյուր երեխան իր դրամով գալիս է դպրոց, բայց չէ որ դպրոցում չի կարող լինել, ասենք, 20 խնդիր ունեցող երեխա, որը իր հետ կբերի մեկ հոգեբան, մեկ սուրդոր մանկավարժ, նրանք տարբեր են լինելու, այսինքն այդ մասնագետները դպրոց չեն գալիս, հավանաբար ենթադրվում է, հա, որ կենտրոններից պետք է այդ աշխատողները գան եւ այդ ծառայությունը մատուցեն, բայց դրանք օրենքում չի երևան։ Նրանք օրենքում չպետք է երևան։ Բայց այդ դեպքում մի օրինակ բերեմ, երևի դուք հասկանալի օրենքում, թե դա որտեղ պիտի փնտրենք, թե դա ինչպես է կարգավորվում։ Կարծում եմ դա շատ կարևոր։ Մի օրինակ մենակ բերեմ, երևի կհասկանաք իրար։ Օրենքի մեկնաբանություն պիտի լինի պաշտոնական անխուսափելի, որպեսզի օրենքի սուբյեկտները ոչ միայն ասենք հենց ծնողներ, աշակերտներ, օրենքը կիրառող սուբյեկտները նույնիսկ հստակ կարողանան պատկերացնել, թե որն է իրենց գործառույթն է եւ փոխգործակցության շրջանակը։ Ես մի օրինակ բերեմ, երևի Տիկին Թամարա կհասկանանք, թե ինչի մասին է։ 2009 թվականին, երբ հանրակրթության օրենքը ընդունեցինք, հանրակրթության օրենքից հետո առաջ ետ 2 տարիների ընթացքում ունեցանք շուրջ 40 կարգ։ Այսինքն եւ չափորոշիչներ, եւ կարգեր, եւ հայեցակարգեր հանրակրթության օրենքը լցրեցինք։ Եթե մենք նշել էինք ուսուցիչների ատեստացիա, ապա ունեցանք առանձին ատեստավորման կարգ։ Եթե ունեցանք հավաստագրում տնօրենների, ունեցանք դրա կարգերը, այս օրենքը նույնպես իր հետ կբերի կարգեր եւ այդ բոլոր ձեր մտավախությունները կկարգավորենք անպատճառ կարգերով, եթե դրա կարիքը լինի, իսկ դրա կարիքը անպայման լինելու է։ Եվ մանկավարժական կենտրոնի աշխատանքը եւ նրա կանոնադրությունը պետք է մշակվի։ Մի խոսքով ինքը իր հետ բերելու է անպայման դեռևս բավականին իրավական նորմերի կարիք։
Հարցի իրավունքը երևի փոխանցեք լրագրողներին, հետո նույնիսկ շարունակենք քննարկել։ Լրագրողներից փոխանցենք, դա մի հարց է, ներառականի հետ կապված, չկապված է նաև օրենքով տնօրենի նշանակման հետ կապված։ Այստեղ միշտ նշում եմ ահա Տիկին Բաշյանը միշտ բարձրաձայնում է մարզպետներ, տնօրեններ նշանակելու խնդիրը, որ չնայած խորհուրդն է ընտրում, բայց ի վերջո մարզպետն է նշանակում տնօրեններ։ Այս ռիսկերի մասին, հա, ինչ ռիսկեր։ Գիտեք, ես ասեմ դրա մասին։ Ուրեմն մարզպետների նշանակելու եւ նշանակելու խնդիր չի լինում, որովհետեւ մենք ունենք այնտեղ խորհուրդ, կառավարման խորհուրդ դպրոցի, որը 8 հոգուց է կազմված։ Այդ կառավարման խորհրդում եւ մարզպետը ունի ներկայացուցիչ, եւ նախարարությունը ունի ներկայացուցիչ, եւ բավականին մեծ թիվ է կազմում, այսինքն 50%-ը դպրոցը, այսինքն մանկավարժը, 2 մանկավարժ եւ 2 ծնող, որոնք շատ կարեւոր նշանակություն են ունենում այդ ընտրության ընթացքում։ Մենք դա արել ենք ծնողին եւ մանկավարժին ներգրավելով, որպեսզի խուսափենք այդ ձեր ասած ռիսկերից։ Եվ հիմնականում դա մեզ հաջողվում է։ Հիմնականում հաջողվում է, որովհետեւ մեծ ուժ ունեն ծնողները եւ մանկավարժները, եւ նրանց ձայնը շատ կարեւորվում է տվյալ դպրոցի տնօրենի ընտրության ժամանակ։ Բայց ի վերջո վերջին խոսքը մարզպետին։ Վերջին խոսքը մարզպետին չի մնում, որովհետև նա ընտրվում է եւ ընտրված մարդու հետ ընդհանրապես պայմանագիր է կնքվում մարզպետի կողմից կամ նախարարի, նայած կառավարման լիազոր մարմինը ով է։ Այսինքն, եթե խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրվում է եւ այդ խորհրդի անձն է, որը որ ներկայացվում է խորհրդի կողմից եւ նրա հետ կնքվում է պայմանագիր։ Այնպես որ եթե ընտրվել է խորհրդի կողմից որևէ մեկը, մարզպետը չի կարող այլ մարդու նշանակում կատարել։ Բայց կուզեմ մյուս բանախոսներն էլ, եթե ծանոթ եք այս կետին։ Օրենքի այդ կետին ծանոթ եմ եւ ըստ էության գործող օրենքը նաեւ մրցութայի եւ լիցենզիա ստանալու այդ ուղին, որ կա, պարտադիր ուղին, դա երաշխիք ստեղծում է, որպեսզի նման ազդեցությունները մինիմումի հասցվեն։ Բայց այստեղ ես ուզում եմ բարձրաձայնել մի հարց, որ մեր հանրային քննարկման ժամանակ, որ Անիկ Լազարն եղավ, մասնավոր դպրոցների տնօրենները բարձրացրեցին հարց, որ մասնավոր դպրոցները պրակտիկորեն պետական աջակցություն չեն ստանում, իրենց ֆինանսական աղբյուրները իրենց հիմնադիրների միջոցով է լինում եւ հիմնադիրները նախընտրում են ունենալ վարչարարական իրենց կողմից հուսալի մարդ վարչարարական հմտություններով, քան ասենք կրթության նախարարության կողմից անհրաժեշտ լիցենզիա ստացածը, որը կարող է լինել ընդամենը ուսմասվարը եւ ընտրվի նույն ընթացակարգերով եւ բացացվել էր այդ հարցը, որ տարբերակված մոտեցում պետք է լինի եւ օրենքում առաջարկվել էր, որ նախարարությունը փոփոխություն մտցնի այդ տարբերակումը լինի։ Ես չգիտեմ նախարարությունը այդ ուղղությամբ ինչ դիրքորոշում կունենա, բայց ձեր մտահոգության պարագային ես կարծում եմ, որ այստեղ ոչ միայն ասենք նախարարության օրենքի խնդիր չի արդեն, օրենքից դուրս նաև հանրային վերահսկողության եւ հանրային աչալրջության խնդիր է առաջանում։ Մենք չենք գումարների մասին է խոսքը, այսինքն շատ հայտնի դեպքեր կա, ասենք, մոտավոր գումարներով, որ մարզպետը որքանով է տնօրեն նշանակում։ Դե դա արդեն իրավապահ մարմինների խնդիրն է, եթե այդտենց դեպքեր կա։ Օրենքով ինչ ասում, որ գումար պետք է։ Չէ, մի ժամանակ ասվում էր օրենքով, Տիկին Բախշյանը մանրամասնում է, որ այնտեղ ասվում է, որ պետք է կետ մտցվի, որպեսզի վերջնական այդ ստորագրելը, հակագրելը մարզպետը չանի։ Ես ձեզ բացատրեցի, արդեն ընտրված մարդու հետ է այդ պայմանագիրը կնքվում, չի կարող որևէ այլ փոփոխություն լինել։ Հարցը նրանում է, որ այդ մարդը ինչպես է դուք ասացիք փակ քվեարկությամբ, բայց ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ փակ քվեարկությունը ի վերջո ինչպեսի ինչի արդյունքում կարող է լինել եւ ինչի արդյունքում կարող է ընտրվել։ Մի բան է փակ քվեարկությունը ուղղակի օրենքով իրավական առումով հասկանալ ու իր իմաստով, մի բան է հայավարի տարբերակով հասկանալ, որ ի վերջո մարզպետի միջամտությունն է լինում։ Ես եւս հաստատելով գործընկերուս հարցը, պնդելով, եւս կարող եմ նաեւ օրինակներ, որ լսել եմ ինքս եւ բարձրաձայնել ասուլիսների ժամանակ, որ իսկապես մարզպետները միջամտում են տնօրենների, հատկապես տնօրենների ընտրության հարցնաշեմ ուսուցիչների, որտեղ այստեղ իսկապես գումարների լուրջ խնդիրներ կան։
Բայց մենք հիմա ունենք նաև այլ տվյալներ, երբ մարզպետը փորձել է, ասենք, միջամտել, բայց դա չի ստացվել։ Եվ դա այդտեղ շատ կարևորել է այդ 4 անձ, ոչ, 4 անձը, այսինքն ծնողները եւ ուսուցիչները։ Գուցե զուգադիպեր է, որ մարզպետի ցանկությամբ, ասենք, ընտրվել է որևէ տնօրեն, բայց դա անպայման եղել է կոլեկտիվի ցանկությունը, կոլեկտիվի մարդը եւ հիմնականում, եթե վերջին ժամանակներում նայեք նոր տնօրեններին, նրանք հիմնականում իրենց դպրոցի ուսուցիչներն են կամ ուսմասվարներն են, այսինքն մարդիկ, որոնք ներսում աճած են եւ դրսից այսպես ավելի քիչ համարյա թե վերջին ժամանակներում մենք չունենք, որ դրսից ինչ-որ մեկը օտար մեկը, այսպես ասած, գա եւ դառնա տնօրեն։ Իսկ եթե կոլեկտիվի ներսից է լինում, դա արդեն շատ ավելի ճշմարիտ ընտրություն է։ Իսկ վերջին նորից եմ ասում տվյալները, եթե անգամ դպրոցից ներսից չէ, գոնե հարևան, ասենք, դպրոցի ուսմասվարն է կամ ճանաչված ուսուցիչ, այդպիսի մարդիկ են ընտրվել հիմնականում։ Ես կուզենայի այստեղ ավելացնել այսպիսի մի բան, օրենքի հոդվածներից մեկը ամրագրում է ծնողական խորհուրդների ձևավորման ընթացակարգը։ Գործող օրենքի շրջանակներում եւ նոր հոդվածում էլ կարծես թե փոփոխություն առանձնապես չկա, ծնողական խորհրդի անդամներ կարող են լինել նաև այն ծնողները, որոնք աշխատում են դպրոցում եւ իրենց երեխաներն են սովորում։ Եվ մեծավ մասամբ նման ծնողներ են լինում ծնողական խորհրդի անդամները։ Եթե այսպիսի օրենքի հետ հոդվածում փոփոխություն լինի, որը մենք քննարկման արդյունքում ձեզ առաջարկել ենք, որ ծնողական խորհրդում դպրոցի աշխատող ծնող երկուսից ավել չպետք է լինի ոչ մի դեպքում, այս պարագային այդ ազդեցությունը մարզպետի եւ մյուսների կնվազի, որտեղ այդ ծնողական խորհրդի անդամները, որոնք մասնակցելու են քվեարկությանը, եւ նաեւ եթե այնպես լինի, որ 8 քվեարկողներից ձայների բարձ մեծամասնությամբ 5-ը լինեն դպրոցի ներկայացուցիչներ եւ ծնողներ, քան թե մարզպետարանի կամ կրթության նախարարության, հավանաբար այս ռիսկերը ավելի կնվազեն եւ այդ առաջարկը կարծեմ մենք նույնպես ուղարկել ենք նախարարություն ու թեպետ նախարարության կողմից մենք գրավոր պատասխան ստացել ենք, որ մեր առաջարկները քննարկման առարկա են դարձել, բայց ինչ ճակատագրի են արժանացել, առայժմ հայտնի չի։ Միակ գոհացուցիչ պատասխանը գրավոր նամակից դա այն էր, որ կարգերը մշակելիս անպայման կներգրավեն մեր ցանցի փորձագետներին, բայց այստեղ էլ երբ որ հստակ չի ընթացակարգը, թե ինչպես ճիշտ այնպես ինչպես կգտնենք ձևը ինչպես խումբը ունենք մոնիտորինգի խումբը որ ձևավորվում է, հա, այդ մոնիտորինգի անդամների չափորոշիչները, որոնք են մոնիտորինգի այդ խմբերի հաշվետվությունները ինչպես են հանրայնացվում, այս բոլոր մեխանիզմները իրանք մշակման ընթացիկ ուրեմն աշխատանքի արդյունքում երևի ձևավորման փուլում են ու քանի որ դրանք բաց են, դրանք բերում են նրան, որ կատարված աշխատանքները բավարար տեսանելի չեն եւ բավարար հուսադրող չեն եւ արդյունքներն են շոշափելի չեն։ Օրինակ դուք ասացիք, որ արվում է մոնիտորինգի արդյունքում տեսեք դուք երևի թե արձանագրել եք, որ դպրոցները ունեն բավարար միջոցներ, բայց ես ձեզ ասում եմ լրիվ թարմ տեղեկատվություն ապրիլ ամսվա մարզային քննարկումների արդյունքում մենք նման մոնիտորինգ չենք արել դպրոցների այդ ներառական դպրոցների ներառականի մոնիտորինգ չի արել հատուկ դպրոցների 23 հոլական աշխատողություն են մանկավարժ, հա, դպրոցներում չունեն բավարար միջոցներ եւ միջավայր, հա, երեխաների մոտ։ Դե դուք ասեցիք դրա մասին արդեն։ Հիմա ես ուզում եմ ասել, որ մոնիտորինգային խումբը վերաբերվել է 23 հատուկ դպրոցներին։ Դրան այդ աշխատանքներ են կատարում եւ մոնիտորինգային խմբի արդյունքներում բավականին երեխաներ տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ, այն երեխաները, որոնք կարող են սովորել, որոնք հայտնվել էին այդ դպրոցում սոցիալական պատճառներով, ընդհանրապես երբ ընտանիքի հետ կապված խնդիրներ կան եւ այդ խմբի հետ մենք բավականին աշխատանք տարանք գնահատման, այսօր մենք նրանց հետ միասին աշակերտների, երեխաների գնահատման չափանիշները, գործիքները կմշակենք եւ ուզում եմ նաեւ շատ կարեւորել, որ յուրաքանչյուր կարգ, յուրաքանչյուր չափորոշիչ, որը մեզ մոտ մշակվում է, այն դրվում է նախագիծը դրվում է կայքում
Եվ կայքում շատ մեծ ակտիվություն ենք ուզում բոլորից, որովհետև գիտեք, ստացվում է այսպես, մենք դնում ենք կայքում, շրջաբերական ենք ուղարկում բոլոր դպրոցներին, բոլոր կազմակերպություններին, տվեք մեզ առաջարկություններ, դիտողություններ, չենք ստանում ոչ մի առաջարկություն, դիտողություն։ Հենց կարգը հաստատեցինք, սկսում են դիտողություններն ու առաջարկությունը։ Նույն վիճակը 2009 թվականին հանրակրթության օրենքներ։ Անընդհատ տարիներով մարդկանցից մտածում էինք այդ նախագիծը, որ մեզ տան առաջարկություն, մասնակից լինեն օրենքին, անչափ պասիվ էին։ Երբ հանրակրթության օրենքը ընդունվեց, սկսվեցին նոր առաջարկություններն ու դիտողությունները։ Այս առիթը օգտագործենք, որպեսզի իսկապես ստանանք։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր պահի ձեր դիտողությունը, ձեր առաջարկությունը քննարկել ձեզ հետ բոլոր հասարակական կազմակերպությունների եւ օգտագործել հանրային ցանցը։ Այս քննարկումները հուսով ենք կօգնեն, որ նախնական շրջանում կանխվեն բոլոր տեսակի խախտումները, լրատվությունների խախտումների մասին չի խոսքը, բաց տողումների։ Իսկ երբ է մտնելու ազգային ժողով։ Առաջին ընթերցման բանցել է, այո։ Երկրորդը երևի կարծում եմ, որ շուտով սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից։ Հարակից հարց չկա, շնորհակալ տեղավորվում թեմայի շրջանակում։ Ինձ հետաքրքիր մասնավոր դպրոցների հարցը, որքանով է կարգավորում հենց նախարարության գործառույթով։ Մասնավոր դպրոցները, որ մեծ շրջակա օրենքները որքանով է տարածվել դրանց վրա, այսինքն այն դպրոցները, որ իրականում էլիտար խավին են ավելի շատ սպասարկում, բարձր այնտեղ վճարները սահմանված եւ հանրակրթական են համարվում այս մասնավոր։ Ուրեմն մասնավոր դպրոցները ոչ թե ընդհանրապես, այլ հանրակրթական դպրոցներ են, նրանք ունեն լիցենզիաներ եւ նախարարության կողմից լիցենզիաներ են ստանում յուրաքանչյուր աստիճանի համար, տարրական դպրոցի, հիմնական դպրոցի, ավագ դպրոցի աշխատանքի եւ միջնակարգ կրթություն իրականացնելու համար բոլոր ծրագրերով նրանք ստանում են լիցենզիաներ եւ բովանդակության առումով նրանք օգտվում են այն ուսումնական պլանից, որը հաստատում է նախարարությունը, բոլոր այն դասագրքերից, որը հաստատում է նախարարությունը եւ ասեմ, որ տեսչական ստուգումներ են լինում նաեւ ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես մասնավոր դպրոցներում եւ մասնավոր դպրոցների յուրաքանչյուր բացթողման մասին մենք տեղեկացում ենք։ Այ հենց նոր այսօր առավոտյան ես ստացա տեսչական ստուգումների արդյունքներ մասնավոր դպրոցների, որտեղ բավականին թերություններ են արձանագրվել եւ հիմա մենք պետք է վերլուծենք եւ ներկայացնենք առաջարկություն հանձնարարականներ այդ տնօրեններին, որովհետեւ նրանք կարգավորեն իրենց խնդիրը։ Այսինքն իրենք նույնպես բովանդակային առումով կարգավորում են իրենց խնդիրները նախարարության հետ։ Այստեղ է հենց օրինակ իրականացի չեմ արանը, որ հենց 0 դասարանից երեխա կարող ունենա մինչև ավարտել։ Այո։ Այնտեղ որքան տեղական բավականին բարձր տարեկան Այո։ համասարանական Բավականին բարձր վճարներ են եւ տեղ չկա այսօր երեխաների ընդունելության։ Իսկ այլ մյուս կողմից այն խաղը, որը վճարել չէ այդքան հանրակրթական ուսանավճար պետական դպրոցները։ Այստեղ կրթության որակի զգալի տարբերություններ կա։ Այս բացը ինչպես է փորձում նախարարությունը դրացնել, որ այն ընտանիքները, որ վիճակի չեն վճարել 800,000 կամ 1 միլիոն դրամ բարձ տարեկան իրենց երեխայի համար, բնականաբար ուղարկում են սովորական դպրոցներ։ Իսկ ես չեմ համաձայնվում, որ սովորական դպրոցը չի տալիս այն որակը, ինչպես ասենք Շիրակացուն։ Մենք այսօր ունենք նաև դպրոցներ պետական բավականին մեծ, որտեղ նույնպես տեղ չկա աշակերտների ընդունելության, որտեղ նույնպես իսկապես կրթության որակ է ապահովում։ Եթե այսօր Շիրակացու դպրոցի սահմանային թիվը ասենք 50-ն է, այնտեղ ընդունվել են, բայց ասենք մենք ունենք այսօր դպրոցներ, օրինակ եմ ասում, ասենք մի թիվ ասեմ, որը 3 իմացա, ասենք Աղբալյանի անվան դպրոցում 350-ից ավելի առաջին դասարանցի է ընդունվել, որովհետև հասարակությունը ծնողները ընդունում են այդ ավանդական դպրոցը, մեկ օրինակ եմ բերում, բայց այս վիճակում նույնպես տասնյակ դպրոցներ ունեն, որտեղ շատ հաճույքով տանում են ծնողները եւ հավատում են այդ դպրոցին։ Այսինքն տարբերություն մեծ պետք է չլինի։ Ուղղակի այստեղ խնդիր կա, որ այդտեղ երեխաները ավելի քիչ քանակությամբ են դասարանում աշխատում, բայց դա նույնպես որակի հետ խնդիր
կարող է չունենալ, կարող է դասարան ունենալ 30 հոգանոց եւ 30 հոգանոց դասարանում նույնպես ամենատարբեր մեթոդներով ապահովել այդ որակը։ Ես կոնկրետ սիրում եմ շատ դասարանով երեխաները, այդտեղ ավելի շատ կարևոր խնդիրներ է լուծվում տվյալ երեխայի կյանքի հմտությունների սոցիումի հարց է լուծվում, մի խոսքով դրանք ծնողների ցանկությամբ են, եթե ծնողը ցանկանում է, որ իր երեխան սովորի պետական դպրոցում, նա ընտրում է իրեն հարմար դպրոց, որը ունի բարձր վարկանիշ, որտեղ կարող են սովորել երեխաները, իսկ դրանց թիվը բավականին մեծ է այսօր։ Բայց պետական դպրոցների թվում կան դպրոցներ, որոնք ըստ էության որակ չեն։ Այո, կան դպրոցներ, որոնք որակ չեն ապահովում, այդտեղ երեխաներ չեն ընդունում, այդ դպրոցների փակման հարց կարող է առաջանալ։ Այսօր դպրոցներ ունենք, որտեղ 50, 60 կամ 100 երեխա կա։ Չեն տանում, ծնողը չի ուզում տանի։ Այսօր ծնողը ընտրություն ունի։ Ոչ այսօր, այո, մայրաքաղաքում կան եւ այսօր ոչ միայն այդ դպրոցը կարող է ընտրել, այսօր ծնողը ընտրում է դպրոցի դասվարին, թե որ դասվարի մոտ իր երեխան պետք է սովորի։ Այսինքն լայն բաց դաշտ է, ընտրիր քո դպրոցը, ընտրիր քո ուսուցչին, տարի։ Իսկ նորից եմ ասում, փառք Աստծո, դրանց թիվը բավականին մեծ է եւ այդ ընտրությունը այնպես է կատարում, որ բոլոր համայնքներում հիմնականում կոմպլեկտավորվում են դպրոցները, բավականին լավ, լուրջ թվականակով։ Երեխաները սկսեն կուտակվել արդեն լավ դպրոցներում, ու պետական դպրոցները, որոնք ֆինանս ստանում են ըստ էության, քիչ երեխաներ ունեն։ Ես դրա համար ասեցի, նրանք չեն կուտակվում, որովհետեւ լավ դպրոցների քանակը բավականին մեծ է եւ այսօր մենք այդ կուտակումը չունենք դեռևս։ Իսկ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում, որ այն դպրոցները, որոնք որակ չեն ներկայացնում իրենցից, նրանց որակը բարձրանան։ Նախարարությունը այս տեսակ ինքը տնօրեն, մենք ամեն ինչ անում ենք, ամեն ինչ արվում է կարգերով եւ պահանջով եւ մեր հսկողությամբ, որպեսզի կրթության որակ բարձրացվի, բայց տվյալ դպրոցի տնօրենը եւ մանկավարժական կոլեկտիվը պիտի իրականացնեն, տնօրենը պիտի իրականացնի, տնօրենն է պատասխանատու իր դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման համար։ Այսինքն նման դեպքեր կան, իսկ ով է ասում, որ չենք փոխում։ Դպրոց ենք փոխում, տնօրեն ենք փոխում, տնօրեն ենք հեռացնում։ Տիկին Հովհաննիսյան, ուղղակի այստեղ մեր մտահոգությունը այս մասով, որ դուք ասացիք, ճիշտ է, քանի որ դպրոցի բյուջեները ձևավորվում են աշակերտի թվով, այստեղ ոչ միայն խնդիր կա, նաև դասվարի ընդունում եմ, առաջին օրինակ ես տենց եմ կողնորոշում իմ երեխային դպրոց տալու հարցում, ու դասվարը ճշտել եմ ով, այստեղ նաև այս խնդիրը կա, որ այն դպրոցները, որոնք փաստորեն ավագ դպրոցի ստատուս ստացան, կարգավիճակ ստացան, եւ ծնողը նաև մտածում է երեխայի կրթությունը չընդհատելու համար, տեղափոխի իր, փաստորեն բնակության վայրին մոտ չտա դպրոց, բայց տա ավագ դպրոց, եւ արդյունքում փաստորեն այն մնացած դպրոցները այստեղ աշակերտի թվի խնդիր են լինում։ Որ մնացած։ Այսինքն ընդունենք ենթադրենք մի համայնքում ունենք 7 դպրոց, որից 2-ը ավագ է, չէ, երբ որ ծնողը իր երեխային ընդունում է ենթադրենք ոչ ավագ դպրոց, ինքը նաև ուզում է, որ իր կրթության շարունակականությունը պահպանվի։ Այսինքն, եթե ոչ ավագը չունի 10-րդ դասարան, կան ոչ ավագներ եւ այո, ոչ ավագը եթե սովորում է, այո, հիմնական դպրոց ուզում է շարունակի, չէ, իր կրթությունը շարունակական լինի։ Դե այդ խնդիրն է, ուզում եմ միանգամից ընդունի մի դպրոց, որտեղ այդ երեխան ոչ, մենք նման խնդիր չենք դնում։ Դա այդ քաղաքականությունը չենք որդեգրել։ Մենք ուզում ենք, որ դուք չէ, բնականաբար, ուղղակի ծնողը մտածում է, որ իր երեխու կրթությունը ուրեմն ծնողը այդպես մտածում էր, այո, 2008-9-ին, բայց այսօր ծնողը նույնպես փոխվեց։ Այսօր շատ ծնողներ, նույնիսկ մենք այսօր ունենք այնպիսի արձագանք, որ դուք շատ կարևորեցիք, երբ 9-րդ դասարանից դուք ձեր երեխայի վրա հետո կզգաք։ Հիմա 9-րդ դասարանից երեխան կփոխվի, կգնա նոր միջավայր, հետո իրեն բուհում, մեկը ինքը բուհել պիտի գնա նոր միջավայր, շատ ավելի հեշտ է լինելու։ Մեծ տարբերություն ունենք, երբ երեխան անմիջապես դպրոցից էր գնում բուհ, իսկ հիմա ինքը գնում է ավագ դպրոցից։ Եվ հետո մենք չէինք կարող բոլոր դպրոցներում ստեղծել այդ ավագ դպրոցները։ Մենք ավագ դպրոցները առանձնացրեցինք ընդամենը 107-ը, որովհետեւ կարողանանք բոլոր ռեսուրսները օգտագործել եւ կենտրոնացնել մի տեղում։ Եվ երեխաներ պիտի գան շատ այդ ավագ դպրոցներ, որովհետեւ մենք կարողանանք իրականացնել հոսքային ուսուցում։ Եթե ձեր դպրոցում կար
դասարան, ապա այդ մի դասարանով հոսքային ուսուցումը ինքը չէր կարողանում։ Մենք ընտրության ճանապարհ ենք ընտրել եւ ոչ միայն ավագ դպրոցները, մենք բացել ենք դաշտը, ուսումնարան գնա, քոլեջ գնա, ուր ուզում ես, մենակ գտի քո տեղը։ 9-ից հետո ավարտի ու գնա այնտեղ, որտեղ դու ցանկանում ես, որտեղ ստանալու ես այդ կրթությունը։ Եվ ինքը նույնպես, ինչպես ներառական կրթությունը, ինքը փոխվում է, ինքը անընդհատ հասարակության կողմից դառնում է ընկալելի։ Այսօր ինչպես ընտրում են առաջին դասարանի դպրոցը, որ դուք ընտրեցիք ձեր երեխայի համար, այսօր ծնողը ընտրում է արդեն ավագ դպրոցը, լավ ավագ դպրոց, լավ ուսուցիչ, լավ վարժարան, լավ քոլեջ, լավ ուսումնարան, որսի ապահովի 3 տարիների ուսուցումը։ Իսկ լավ ուսուցիչը որ դպրոցն է ընտրում, մասնավոր դպրոցը, թե պետական դպրոցը։ Ուսուցիչների ուրեմն հանրակրթության օրենքը այն կարգերի մեջ, որ ասեցի կարգեր մենք ունեցանք, հանրակրթության օրենքից ուտե ունեցանք նաև մրցույթի ուսուցչի մրցույթի կարգ, որը հիմա նորից մշակվում է, նորից խնդիրներ են առաջացել, նորից ունեցել ենք առաջարկություններ, դիտողություններ եւ հաշվի ենք առնում, հիմա ինքը արդեն նոր ձևով հրամսում է, այսինքն ուսուցչի ընտրության հարց, երբ հայտարարություն է լինում եւ գալիս են ուսուցիչներ, որոնք ցանկանում են տվյալ առարկան դասավանդել եւ տնօրենն ու մանկավարժական կոլեկտիվը հնարավորություն են ունենում ուսուցչին ընտրելու։ Եվ այդ դեպքում ուսուցիչը որտեղ է նախընտրում աշխատել, մասնավոր դպրոցում, պետական դպրոցում։ Ինչի հիմա։ Ես դա զգում եմ, որովհետև երբ պետական դպրոցն է մրցույթ հայտարարում, այնտեղ ավելի շատ են դիմողները, իսկ երբ մրցույթ է հայտարարում վճարովի դպրոցը, այդտեղ քիչ է։ Եվ մենք ասենք ունենք պահանջներ վճարովի դպրոցներից, որոնք ուսուցչի կարիք ունեն։ Իսկ ձեր կարծիքով։ Ես կարծում եմ, որ դա բացառված չի, որովհետև մի բաց պատճառով, որ հասարակության մեջ մտայնությունը, ընկալում է, հետևյալն է, որ այն ինչ որ պետական է ստաբիլ։ Իսկ մասնավոր հատվածում իր թերություններով պայմանավորված, իր ցածրուկարգ աշխատանքով կամ փոխհարաբերությունները ճիշտ չկառավարելու պարագայում անմիջապես խնդիր ունենա, ավելին ասենք նաև մտածում եմ, որ եթե մասնավոր է, ուրեմն այդ ծանոթ, բարեկամ, հարևան հարաբերությունը շատ ավելի ուժեղ պիտի աշխատի, քան թե պետական կառույցի պարագայում։ Եթե այնտեղ միայն մարզպետի հետ պիտի խնդիր լուծի, այսպես տնօրենների ողջ խորհրդի հետ պիտի խնդիր լուծի։ Եվ այդ ռիսկը տեսնելով երևի դրա համար էլ այդ երկու պայմանները իրանց ուղղորդում են դեպի պետական դպրոց։ Եվ նաև Արեգ ջան, մի վարքյան մի բան ասեմ ու վերջի։ Վճարովի դպրոցների հետ կապված էլ այսօր իրենք ընտրություն են անում։ Այսօր դպրոցներ կան վճարովի, որոնք փակվում են ու կշարունակեն փակվել։ Այսինքն վճարովի դպրոցները մի քանիսն են, որոնք կայանում են ու շարունակելու են կայանալ։ Քվանտ վարժարանը հստակ մեծ որակ է ապահովում եւ ունի համապատասխան կոնտինգենտ։ Մենք ունենք այսօր այլ մասնավոր դպրոցներ, որտեղ իրենց սահմանային թվերը արդեն նրանցել են եւ չեն կարող նոր երեխաներ ընդունել, որովհետեւ իրենք ունեն արդեն բարձր վարկանիշ, բայց դպրոցներ կան, որոնք համոզված են փակվելու են։ Ես ողջունում եմ նաև նախարարությունը այդ մրցույթի փաստորեն կարգին, որ անդրադառնում ուզում է փոփոխի, որովհետև այնտեղ մի հատ խնդիր կար։ Փաստորեն ուսուցիչների այդ մրցույթի չէ տեստեր կան, այդ տեստերը ենթադրենք տնօրենի պարագայում կարծեմ նախարարությունն է, չէ, այսինքն կազում տեստերը դպրոցների, իսկ կոնկրետ ուսուցիչների այդ տեստերի կազմելու հետ կապված խնդիրներ կար, որտեվ թե ով պետք է այդ տեստերը կազմի։ Հիմնականում օրինակ մեզ ասած ինֆորմացիայի համաձայն տնօրենը ու մեթոդ միավորումը խորհուրդ ուսուցիչների խորհուրդը, բայց այստեղ ուրիշ խնդիր կա, ընդհանրենք X դպրոցում մարզերում, Երևանում դա հեշտ է կազմակերպել։ Օրինակ կերպարվեստի ուսուցչի տեստեր չէ պետք է կազմի, բայց օրինակ այդ դպրոցի ընդհանրենք չունի արդեն կերպարվեստի ուսուցիչ ու խնդիր էր առաջանում, թե այդ տեստերը ով պետք է կազմի։ Հրավիրում էին, Երևանում դա ասում եմ էլի հեշտ է շատ, հրավիրում էին կողքի դպրոցից ընդհանրենք մասնակից, գոլեգաներով իրար հետ կազմակերպում են, բայց մարզերում կար, որ հարակից ենթադրենք դպրոցներում այդ մասնագիտությամբ տեստ չկար եւ կարող է այդ տեստը կազմել ոչ պրոֆեսիոնալ, այսինքն մաթեմատիկոս օրինակի համար եմ էլի ասում։ Ես խնդիրը կարևոր է, որ նախարարությունը ուշադրություն դարձնի, որ ճիշտ է, տնօրենի հաստիքը կարևոր է, բայց ուսուցիչի հաստիքն էլ է կարևոր, որ թեկուզ այդ տեստերը գիտելիքի տեստավորման կենտրոնի վրա դրվի, կրթության ազգային ինստիտուտի վրա դրվի եւ վերահսկողություն։ Ուրեմն ձեր դիտարկումը արդեն արվել է։
ինչեր կատարվում, դուք ասեմ, ինչն է մեր մտահոգությունը։ Ուրեմն նախ մենք այստեղ ամենակարևոր խնդիրը, որ մրցույթի կարգը եղավ, որտեղ հայտարարություն պիտի տան ու մարդիկ կան տնօրենը ընտրի։ Մենք թողել ենք տնօրենի ընտրությանը, ինչպես ասում են, իրեն խղճեն, որովհետև այսօր յուրաքանչյուր տնօրեն նորմալ մտածողությամբ նա պետք է ընտրի ամենալավ ուսուցչին։ Անկախ դրանից դա մորքուր, հորքուր եւ այլն այդ խնդիր։ Ուրիշ բան, հնարավոր է որ ասենք թե իր ծանոթը լինի, բայց նաեւ որակյալ լինի եւ անցնի այդ մրցույթով։ Խնդիր չկա։ Ընտրությունը այսպես թե այնպես, բայց այդ գաղափարը, որ այդ հայտարարության շուրջ շատ ուսուցիչներ կհավաքվեն ու ինքը ընտրության կարիք կունենա, հնարավորություն կունենա, սա իր կարևոր է։ Մյուս հարցը, որը մենք դրեցինք, մենք դրել էինք, որպեսզի այդ տեստերը սարքեն մանկավարժական կոլեկտիվը եւ դա տնօրենի ձեռքում էր։ Եկան մեզ այնպիսի դիտողություններ, որտեղ մեզ գրում էին ուսուցիչները, որ մենք զգում ենք, որ մրցույթի ընթացքում այս տեստը տրված է արդեն ուսուցչին։ Հնարավոր էր եւ դա պետք էր կանխել արագությամբ։ Եվ դա արեցինք մենք։ Մենք հիմա հանել ենք այդ խնդիրը, մանկավարժական կոլեկտիվը այլևս չի գրում, այլ մենք ենք տալիս արդեն պատրաստի տեստեր ու իրանք տեստեր չէ, հարցաշար եւ այսինքն քաղցրայության նման, ինչպես դու ունես 600 հարց սովորում ես ու գնում ես։ Այստեղ տվել ենք 100 հարց, 100 հարցը սովորում ու գնում են։ Ինքը հնարավորություն է ստանում այդ 100 հարցով, կարծես թե ինչ-որ վերապատրաստման նման բան լինում, որտեղ այնտեղ մանկավարժական մեթոդներ եւ այլն, այդ տիպի մենք տեստեր ենք տվել, այսինքն հարցաշար, ինքը արդեն պատրաստ մտնում է դպրոց եւ երկրորդ բանավորի ժամանակ արդեն ամբողջ հանձնաժողովը հնարավորություն է ունենալու ընտրելու։ Եվ այստեղ արդեն մի քանի մարդիկ են մասնակցելու այդ ընտրությանը բանավորի հանձնաժողովում։ Եվ այդ խնդիրը, որ առանձին տրվել էր գրավորը եւ այլն, որոնք իհարկե կարծում եմ, որ պիտի բացառիկ լինեն, որովհետև նորից եմ կրկնում, տնօրենը շահագրգիռ է, որ ինքը լավ ուսուցիչ ունենա, պետք է որ թույլ չտար այս խնդիրը մենք փակեցինք, այսինքն մենք պատրաստի տեստեր ենք տվել, այս արդեն կայքում տեղադրված են եւ ուսուցիչները պիտի պատրաստվեն եւ այդ հարցաշարով գան մրցույթի։ Շնորհակալություն, եթե ավելացնել ինչ-որ բան կա, կարող ենք ամփոփել քննարկումը արդեն, եթե հարցեր չկան։ Ուղղակի եզրափակիչի համար ասենք, որ հանրային ցանցը եւ անդամ կազմակերպությունները հետեւական են լինելու հանրակրթության մասին օրենքի ընդունմանը եւ հուսով ենք, որ մինչեւ երկրորդ ընթերցումը մենք արդեն նախարարության հետ նաեւ աշխատանքային խմբի հետ կհամագործակցենք եւ համատեղ կարծում եմ լուծումներ կգտնենք, որ օրենքը լինի ավելի հագեցած եւ հանրային ցանցի մասով էլ նշեմ, որ մեր խնդիրը ավելի շատ համագործակցության շուրջ, առողջ բանավեճի շուրջ կարողանանք մենք կայացնել հասարակությանը հանրակրթ որոշումներ եւ այդ որոշումները նաեւ օրենքի տեստանք եւ նաեւ կարողանանք այդ օրենքը իրականություն դարձնել։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում Տիկին Նարինեին, որ մասնակցեց մեր երկխոսությանը, ավելի ես ուզում եմ նաև շեշտել մի կարևոր բան, որ ըստ էության մեր հասարակությունում աստիճանաբար ձևավորվում է մշակույթ, որ օրենքների եւ իրավական ակտերի մշակման ընթացքից իսկ քաղաքացիական հասարակությանը ներգրավելու քայլեր են արվում։ Պարզապես ես կուզենայի հիշեցնել այն մասին, որ մեր հասարակությունում այդ թվում նաև ուսուցչական կոլեկտիվում բնակչության ճնշող մեծամասնությունը, դա ստատիստիկ տվյալներ է, մեր հասարակությունը ինտերնետ կապից օգտվողների թիվը 50% են, ինչը նշանակում է, որ այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը չունեն ինտերնետից օգտվելու եւ ձեր կայքում օրենքի նախագիծը տեսնելու եւ կարծիք հայտնելու այդ ձևաչափը, այսինքն նրանց հետ մեկ այլ ձևաչափ եւս պետք է կիրառվի եւ այս պարագային կարծում եմ, որ այո, ցանցը, այսինքն ամբրելա կազմակերպությունները կարող են օգտակար լինել նախարարությանը, ինչը որ մենք այս օրենքի շրջանակում ցույց տվեցինք։ Եվ նաեւ կարծում եմ, որ մի բաց դեռ ունենք, որ
հետադարձ կապի պարագային միշտ չէ, որ իրոք պատկան կառույցները արձագանքում են։ Բարեբախտաբար կրթության նախարարությունն այս օրենքի նախագծի պարագայում կարծես թե նախադեպի ինստիտուտ ձևավորեց, որ երբ որ հասարակական կազմակերպություններից գնացել են առաջարկներ, դրանց վերաբերյալ տրվել է պաշտոնական պատասխան։ Այլ հարց է, որ մենք ոչ լիովին ենք պատասխանով բավարարված, բայց որ արդեն իսկ կա, դա առաջի դեպքերից է, ինչը կուզենայի, որ բարձրաձայնվեր եւ օրինակելի դառնար նաեւ այլ նախարարությունների համար եւ խորանար նաեւ ու դառնար մշակույթ հենց կրթության նախարարությունում եւս։ Երևի թե ինքն է շարունակում Տիկին Թամարայի, իսկապես մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր հասարակական կազմակերպությունների հետ եւ համայնքների հետ, եւ ծնողական համայնքների հետ, եւ ընդհանրապես քաղաքացիական ակտիվությունը ողջունում ենք եւ ճիշտ եք ասում, կայք կդնենք եւ նաեւ իրար հետ կմտածենք, թե ինչպես անենք, որ մեր կարգերը հատկապես այս օրենքի հետ կապված, ներառական կրթության հետ կապված հասանելի դարձնենք բոլորին, որպեսզի բոլորի առաջարկությունները, կարգեր, չափանիշներ մշակելուց անպայման ունենանք։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մենք մեդիա կենտրոնում էինք եւ քննարկում էինք հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, օրենքի նախագծի ընդունման հիմնախնդիրները։ Օրենքը փաստորեն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ դեռևս երկրորդ ընթերցում է սպասվում եւ երրորդ։ Հուսով ենք այս տարվա ընթացքում այն կընդունվի եւ այնպես կընդունվի, որ եւ քաղաքացիական հասարակությունը գոհ կլինի եւ պետական կառույցները։ Շնորհակալություն, հաջողություն։